Այսօր պարոն Բաբայանի հրավերով ես ներկայացնելու եմ որոշ դերույթներ առողջապահական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի եւ իմ համոզմամբ կոռուպցիոն համակարգերի գործունեության մասին, որոնք որ լիահույս եմ, որ թե մեր գործընկեր լրատվական հարթակները, թե փորձագետները եւ թե քաղաքական գործիչները, ովքեր որ թե ազգային ժողովում են, թե տեղական ինքնակառավարման մարմիններում են աշխատում, կվերցնեն իզեն եւ կշարունակեն իրենց առաքելությունը։ Հարգելի գործընկերներ ջան, մենք երբ որ խոսում ենք առողջապահական ոլորտում կոռուպցիոն ռիսկերից եւ կոռուպցիայից, գերակշռող մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ խոսում ենք պացիենտի կողմից բժշկին վճարվող գումարներից, լաբորատորիաներից կամ ինչ-որ դեղերի նշանակումից ստացած ատկատներից եւ այսպես ասած այդ շղարշի ներքո կորում են այն իրական կոռուպցիոն ռիսկերը, որոնք որ իրականում տեղի ունեն մեր երկրում։ Բացարձակապես չեմ արդարացնում գումարի սև շրջանառությունը առողջապահական ոլորտում, սակայն կարող եմ որպես պրակտիկ բժիշկ ասել իմ գոլեգաների հետ շփման արդյունքում դա իրականանում է նրա պատճառով, որովհետև պետական համակարգում սահմանվող առողջապահական ոլորտի բուժծառայությունների գները ծիծաղելի են։ Օրինակ վերցնենք ապահովագրական համակարգում սոնոգրաֆիայի արժեքը 3000 դրամ է, երբևիցե 3000 դրամով սոնոգրաֆիա արած կաք որևէ բուժկենտրոնում։ Դոպլեր հետազոտությամբ, երբ որ ստորին վերջույթների անոթների վիճակն են գնահատում, 4000 դրամ է, նման արժեքով նման հնարավորություն ունեցել եք հետազոտվելու։ Գաստրոսկոպիան, որը որ դժվարամատչելի հետազոտություն է, 12000 դրամ, ընդ որում ասեմ, որ բուժաշխատողը ստանում է դրանից 20%-ը, որը որ եւս հարկվում է։ Այսինքն, ինչպես ես իմ բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ դրա հետ կապված, այսօր ավելի ֆինանսապես ձեռնատու է աշխատել տաքսի ծառայության վարորդ անձրևոտ եղանակին, քան բժիշկ առօրյայում, որովհետև ֆինանսական առումով անհամեմատ ավելի մեծ գումար է հնարավոր գեներացնել։ Ընդ որում այդ հարցազրույցներիցս մեկի մեկնաբանություններում նշել էին, որ հենց այդ սերվիսները Yandex-ը կլինի, Jijin կլինի, գանձում են պատվերի 27%-ը, բժիշկից գանձում են պատվերի 80%-ը պլյուս հարկեր։ Դե հիմա մի հատ եկեք հասկանանք բուժաշխատողներին մեղադրելուց առաջ ինչպես այդ մարդիկ ապրեն։ Դա այդ առաջին հերթին։ Երկրորդը, մենք խոսում ենք կոռուպցիայից առողջապահության ոլորտում, սակայն անընդհատ, չգիտեմ ինչի մոռանում ենք ընդգծել են հանգամանքը, որ պետական տենդերներին, թե քաղաքապետարանի, թե առողջապահության նախարարության տենդերներին հաղթող են ճանաչվում հստակ ընկերություններ կամ այդ ընկերությունների հետ փոխկապակցված ընկերություններ կամ այդ ընկերությունների դուստր ընկերություններ։ Եթե մի փոքր հետազոտություն իրականացնի հետաքրքրվող մարդը հստակ ընկերությունների անունները կկարողանա դուրս բերել եւ այդ ընկերությունների այդ դուստր ընկերությունների փոխկապակցվածությունը ապացուցել։ Երրորդը, մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց մոռանում ենք շուկայական հարաբերությունների մեջ պետության բիրտ ներխուժման մասին, օրինակ ապահովագրությունը։ Մինչև այս մենք ունեինք մասնավոր ապահովագրական համակարգ, շատ տարբեր ընկերություններ իրենց աշխատակիցներին ապահովագրում էին եւ չկար որևէ տեսակի դժգոհություն։ Մոտավորապես ես ասեմ, որպես ժամանակին մասնավոր ապահովագրություն ունեցող մարդ, մոտավորապես ամսական 9100 դրամով, 9100 թե 200, դժվարանում եմ այդ 100 դրամի տարբերությունը ընդգծել։ Ես ունեի մասնավոր ապահովագրականում անհամեմատ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, քան այսօր պետությունը տրամադրում է 10800 դրամով։ Արդյոք այս տարի համաշխարհային բանկի վարկի պատճառով հապճեպ ընդունած այս ապահովագրական համակարգը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա եւ ընտրողների, այսպես ասած, ընտրողների բանակի գեներացիա։ Իմ դիտարկմամբ դա հանդիսանում է, արդյոք չի հանդիսանում այս համակարգում անհասկանալի եւ անպատասխան հարցերի առկայությունը ոլորտային կոռուպցիայի համար պարարտ հող։ Վստահ եմ, որ հանդիսանում է, որտեղ դեռևս երկուշաբթի օրը, որը որ աշխատանքային օր էր, ես խոսել եմ իմ գործընկերների հետ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում, գերակշռող մեծամասնություն կենտրոնները չունեն հստակ գնացուցակ եւ հիվանդությունների կոդեր, որոնցով որ իրենք պատրաստվում են աշխատել։ Արդյոք դա կոռուպցիոն ռիսկ չի։
Արդյոք դա յուրային հիվանդանոցներին ավելի շուտ տրամադրել գնացուցակը դա մրցակցային առավելության տրամադրում չի։ Վստահ եմ, որ տրամադրում է։ Եվ նման երևույթները մեր ոլորտում շատ են, եւ եթե նույն պարոն Բաբայանի մեջ բերած Transparency International-ի հետազոտություններին հետևենք, ապա 39.7% հարցվածներից, հարցմանը մասնակիցներից համարում են, որ առողջապահական ոլորտում կոռուպցիան ամենուր է։ Այսինքն գրեթե ամեն երկրորդ մարդը 39.7%-ը գրեթե 40%-ը։ 40%-ը։ Ամեն երրորդը, լավ, զեղչենք։ Զեղչելը հիմա ակտուալ թեմա է մեր քաղաքական դաշտում։ Ամեն երրորդ մարդը համարում է, որ առողջապահական ոլորտում կա կոռուպցիոն ռիսկ ու կա արտահայտված կոռուպցիա։ Արդյոք մենք ինչ որ մի բան անում ենք։ Ոչ վաղ անցյալում առողջապահության նախարարը իր այցերից մեկի ժամանակ պնդում էր, որ ինքը հաստատագրման, ոչ, ոնց էր հայտարարագրման, կներեք մասնագիտական եզրույթներին լավ չեմ տիրապետում, հայտարարագրման ենթակա սուբյեկտ է եւ իր բոլոր մուտքերն ու ելքերը հայտարարագրում է եւ այդ պնդումից անմիջապես հետո Բուշ կենտրոնի ղեկավարը հաստատեց, որ ոչ ինքը, ոչ իր աշխատողները պարգևավճար չեն ստացել, այն դեպքում, երբ նախարարները ստացել են, այն դեպքում, երբ պատգամավորները ստացել են։ Արդյոք դա արդարություն է բուժաշխատողների նկատմամբ եւ արդյոք արդար է մեր կողմից պահանջելը, որ բուժաշխատողները հավելյալ վարձատրություն չուզեն, այս կոռուպցիոն, այսպես ասած, թեման քննարկելու մեջ կրկնում եմ, ամենևին չեմ արդարացնում գումարի սև շրջանառությունը առողջապահական ոլորտում։ Բայց եկեք ամեն ինչը իր անունով կոչենք, որովհետև այսօր առողջապահական ոլորտի առաջնագծում կանգնած են բժիշկները եւ բուժքույրերը, սակայն քաղաքական գործիչները, սակայն պետական պաշտոնյաները, սակայն ոլորտային եւ ոչ միայն ոլորտային հանրային գործիչները չափազանց քիչ են իրենց խոսույթում, իրենց պնդումներում եւ իրենց առօրյա գործունեության մեջ անդրադառնում բուժաշխատողի կարգավիճակին։ Իսկ բուժաշխատողները այսօր շատ հաճախ զրկվում են աշխատանքից խնդիրները բարձրաձայնելու համար։ Բուժաշխատողները պաշտպանված չեն եւ այդ անպաշտպանության մեղավորներից մեկը, խնդրում եմ առանց նեղանալու, մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են, որովհետև զբաղված լինելով, չեմ ասում դա դիտավորություն է, բայց զբաղված լինելով գեոքաղաքական հարցերով, շատ տարբեր ավելի, այսպես ասած, օրհասական հարցերով, մենք մոռանում ենք, որ առողջապահությունից կախված ենք բոլորս անկախ քաղաքական պաշտոնից կամ սոցիալական կարգավիճակից։ Ուստի բժիշկները եւ բուժաշխատողները կենսական կարեւորություն են ներկայացնում այսօր Հայաստանի Հանրապետության համար։ Ամփոփելով խոսքս ուզում եմ ասեմ, որ նման քննարկում, ինչպես պարոն Բաբայանն է կազմակերպել, տեղի է ունենալու փետրվարի 28-ին վեր ենք լուծելու առողջապահական ոլորտի ցերն ու կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես ապահովագրական համակարգի, ինչից հետո միացյալ հայտարարությունով բուժաշխատողների կողմից եւ ստորագրահավաքով դիմելու են քաղաքական ուժերին խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար, որովհետեւ կներեք իհարկե դուք եք այստեղ դրա համար ոնց որ ձեզ եմ հասեագրում առանց նեղանալու մեկ ամիս անցել է ապահովագրական համակարգի ներդնումից եւ բավականին շատ դժգոհություններ կային, բայց ես տեսնում եմ, որ քաղաքական ուժերը իներտ են որևէ տեսակի գործունեություն անելու առողջապահական ապահովագրության ոլորտում, եթե քաղաքական դաշտը զբաղված է այլ հիմնախնդիրներով, առողջապահական ոլորտային գործիչները այդ խնդիրը կվերցնեն իրենց ձեռքը։ Շնորհակալություն։